Ողջույն Նորագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Երևանի ավականու ազգային առանջթաց խմբակցության անդամ Նարէ Արամյանին։ Բարև ձեզ Տիկին Արամյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, որ ուշադրություն եք դարձնում։ Սիրո։ Տիկին Արամյան, նախ խոսենք ընտրություններից, մոտենում են խորհրդարանական ընտրությունները, դուք դրանց մասնակցելու եք նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի առաջնորդած նոր ուժ ռեֆորմիստական կուսակցության ցուցակով։ Ինչ արդյունք եք ակնկալում այս ընտրություններից ձեր ուժի եւ ամբողջ քաղաքական դաշտի մասով։ Հասկանալի է, որ ամբողջական նման գործընթացներն ունենում են իրենց թե տրամաբանությունը, թե իհարկե ողջամիտ շրջանակները, պատկերացումների, կանխատեսումների եւ այլն։ Սակայն այնուամենայնիվ նախորդ Երևանի ավականու ընտրություններին մենք եւս մասնակցել ենք զուտ պայքարի կարևոր մեր աշխատանքը շարունակելու նպատակով եւ այս անգամ եւս մենք քաջ գիտակցում ենք եւ իհարկե սթափ ենք դատում ամբողջական դաշտի վիճակը, այն ամենը ինչ արվում է, որպեսզի ավելի ու ավելի խառնիճաղանճ իրավիճակ ստեղծվի եւ երկրի ներսում եւ հետո արդյունքում նաեւ դրանից դուրս, բայց այնուամենայնիվ մենք իհարկե միայն մեր պայքարի եւ հույսով եւ վերաբերմունքով ենք առաջ գնում եւ միանշանակ մեր ակնկալիքներն են, որ մենք պետք է լինենք խորհրդարանում եւ առողջ ընդդիմություն կազմենք եւ ընդհանուր առմամբ որ պետք է եւ երիտասարդ եւ կայուն եւ արժե համակարգային զուտ խիստ տարբերությամբ ուժեր կան առաջ։ Ինչպես է գնահատում ընդդիմության հաղթելու հնարավորությունները այս ընտրություններում եւ Փաշինյանին հեռացնելու հաշվի առնելով այն, որ Փաշինյանը բացահայտ ունի արտաքին աջակցություն, ԱՄՆ փոխնախագահ Վենսը դրա մասին խոսեց, Հական Ֆիդանը հայտարարեց։ Իհարկե ամբողջ ոչ օբյեկտիվ, ոչ անաչառ վերաբերմունքը չենք կարող դնել մի կողմ։ Անշուշտ պետք է անել հետևություններ եւ աշխատել այդ ուղղությամբ, որովհետեւ որևէ կերպ չի կարելի հանդուրժել մարդկանց այնպիսի գնահատականները, որոնք ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում, չեն բխում երկրի ներսում ստեղծված իրավիճակից։ Անկախ այն հանգամանքից դրանք այն ուժերն են, մենք նույնպես ավելի ու ավելի ենք բնականաբար ձգտում, թե նրանք, որոնք որ հակառակը հակազդում են եւ ավելի վտանգավոր են դառնում եւ դարձնում երկրի անվտանգությունը։ Մյուս կողմից էլ մենք պետք է հասկանանք, որ դա ինչի արդյունք կարող է լինել եւ ինչ է պետք անել, որպեսզի փոխենք այդ նման իրավիճակը եւ ինչու է այսօր դեռևս մեր հասարակությունը, ներառյալ քաղաքացիական հասարակությունը, որովհետեւ չենք կարող որևէ կերպ շարքային քաղաքացիներին կամ ուղղակի ընտրողներին մեղադրել մի բանում, որում իրենք մեղավոր չեն, իրենք առավելագույնը ցանկանում են գնալ կատարել իրենց ընտրությունը կամ անգամ դրան էլ չմասնակցել։ Բայց ինչպիսի ընդհանուր пассивություն, ինչպիսի բարոյալքված իրավիճակ է կամ ինչպիսի խմբային ցնցման անհաղթահարելի արդյունքներ են, որ մենք չենք կարողանում ստեղծել տարբերվող ուժեր, որոնք որ այո ցույց կտան, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպեսի վերաբերմունք ունի արտաքին աշխարհը, անգամ միջազգային հանրության առանձին գլխավոր դերակատարներ, միևնույնն է մենք ունենք մեր նպատակները, մեր ուժերը եւ դա ամբողջությամբ ազգային առաքելության շրջանակում է եւ միանշանակ մենք բոլորի հետ պետք է հաշվի նստենք, բայց ոչ այն կարծիքների, թե նրանք ինչու են միակողմանի կամ ամբողջությամբ տարբեր ուժերի այս կամ այն կերպ աջակցում։ Ինչու? Որովհետև դա ժողովրդավարության հետ ընդհանուր ոչինչ չունեցող իրավիճակ է։ Իսկ մենք պարտավոր ենք ոչ միայն չշեղվել, որովհետև արդեն իսկ շեղված ենք ժողովրդավարական ուղուց, այլ նաև վերադառնալ եւ ավելի ակտիվ դեպի նույն եվրոպական արժեքները, որոնք իրականում մեր օրինակ ծառայած քրիստոնեական հայկական արժեքներն են եւս։ Իշխանությունը, իշխանականները անընդհատ այսպես հայտարարում են, որ իրենք այս ընտրություններում ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին ու հղում են անում մի շարք հարցումների, որտեղից նրանց ԿՊ-ին այս վստահությունը եւ ինչու պիտի հանրությունը գնա ու նորից քաղաքացիական պայմանագրի օգտին քվեարկի։ Առաջինը վստահությունը գալիս է ոչ թե ինչև ինչ հետազոտություններից կամ հարցումներից, այլ որովհետև երկու խնդիր է լուծվում դրանով։ Նախ եւ առաջ իրականությանը չտիրապետելը դարձնել սովորական եւ երկրորդ հերթին կիրառել հնարավորինս այնպիսի ազդեցության գործիքակազմեր, որոնք իրականում ժողովրդավարական երկրներում անթույլատրելի են եւ սկսված իհարկե վարչական ռեսուրսից, որովհետեւ այն ինչ այսօր է տեղի ունենում, ես չգիտեմ երբևէ եղել է թե չէ այն նախկինների օրոք
ում դեմ պայքարելով մենք դուրս ենք եկել անգամ փողոց ուղղակի մնացել ենք փողոցում, որտեղ փողոցում լինելը մեզ համար սովորական է եղել տասնամյակներ շարունակ։ Այլ է խնդիրը, թե ինչպես են նրանք տրամադրում մարդկանց, որ այդ ռեսուրսները կիրառվելու են այլ մեջոցներ, դրանք պարտադիր չեն լինեն գումարային, որտեղ մեզ միշտ թվում է թե ընտրակաշառքը, որ ինչ որ մեկը մյուսին ասեց, ինչ որ չնչին անգամ այլևս ծիծաղելի էլ չի գումարներ առաջարկելով եւ դրա շուրջ մարդկանց բորբոքելու։ Իհարկե ոչ, այն միջոցները, որոնք այսօր են կիրառվում եւ հատկապես տեղեկատվական ահաբեկչական գործողությունների տեսանկյունից իշխանության կողմից միանշանակ են եւ ակներև եւ դա չնկատել չեն կարող անգամ նրանք, ովքեր կողմնակիցն են ներկայիս իշխանությունների։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար շանտաժ է անում հանրությանը պատերազմով։ Ասում են, որ եթե իրենք չընտրվեն, ընդդիմությունը հաղթի, մինչև սեպտեմբեր աղետամեր պատերազմ կլինի։ Որքանով է սա տեղավորվում բարոյականության սահմաններում, հա, սեփական ժողովրդին պատերազմով շանտաժ անել եւ արդյոք հանրությունը տեղի կտա այդ շանտաժին։ Ես միշտ հիշում եմ դասականին, երբ խոսում ենք բարոյականության մասին, որովհետև այդպիսի չափանիշներով այսօր ավելորդ է ընդհանրապես խոսել։ Եկեք փորձենք գոնե տրամաբանության մեջ տեղավորել։ Չկա տրամաբանություն, որովհետև նման դեպքում ցանկացած իշխանություն այսօր եւ դեռ անցյալ տարվանից պարտավոր էր մարդկանց իր բնակչությանը, սեփական երկիրը, սեփական ժողովրդին եւ քաղաքացիներին պատրաստել այդ պատերազմին, որն ինչպես պնդում են, անխուսափելի է, եթե իրենք չլինեն իշխանության։ Եվ որտեղից պետք է լինի այդպիսի վստահություն, եթե չկա նման պայմանավորվածություն, չէ՞ որ բնականon հարցեր են առաջանում։ Եվ այդ ժամկետները ինչի հետ են Որտեղից է ինֆորմացիա պայմանավորվում։ Հա, ինչի մասին է խոսքը։ Խմորենք, հունցել, սպասում ենք հասունանա, միայն դա է, որ ժամանակով է։ Այն էլ կախված սառնանում կդնես, թե սենյակային պայմաններում կպահես։ Գիտեք, այսպիսի նվազ սակավ գիտելիքների, հա, նվազունակությունների, սակավ գիտելիքների ոլորտում ուղղակի փորձել տրամաբանելը շատ խիստ բարդ է, որովհետև այստեղ մենք մարդկանց էլ պետք է սկսենք բազմապատկման աղյուսակից, իսկ այդքան ժամանակ ոչ ոք ցավալիորեն չունի։ Այսա եւս մեկ հանգամանք է, որից շատ հեշտ է օգտվել ներկայիս իշխանություններին։ Այս իշխանությունը շարունակաբար ինչ-որ ընդդիմադիր գործիչների է ձերբակալում, նախորդին ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավանեսյանին է ձերբակալել։ Ձեր գնահատմամբ ինչու է Փաշինյանն այսքան վախեցած եւ ինչու է արևմուտքը, այսպես բարձր արժեքների տեր արևմուտքը աչք փակում Հայաստանում կատարվող այս ներքաղաքական իրադարձություններին, հետապնդումներին, այս ձերբակալություններին, ինչու ոչինչ չի ասում։ Առաջինը պետք է արդեն շեշտել, ոչ ոք չի զարմանում, նկատել եք, արդեն շատ սովորական է դարձել։ Եվ սա եւս մեկ կարևորագույն անկում է, որը մենք կարող ենք գրանցել առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, որքան էլ ճիշտն ասած պետք է ասեմ, ներեցեք, փորձեմ ես քաղաքական գնահատակ ընտրել, ինձ մոտ չի ստացվի, որովհետև ես միշտ հասարակական ոլորտում եմ եղել ու դա հենց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից եմ գնահատում։ Սա ուղղակի ամոթալի նողկանք առաջացնող իրավիճակ է։ Երբ ոչ միայն վախի դրսևորումն է, այլ այդ որովհետև կարող են այդ լկտիության դրսևորումն է, որը չեն էլ հասկանում, որ եթե իբրև հավաքական կերպարը որպես արևմուտք գնահատական չի տալիս, այնուամենայնիվ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն անաչառաբար գնահատում են եւ հանդես են գալիս այն հայտարարությունները, որոնք ավելի ու ավելի են Հայաստանը յետ շպրտում ժողովրդավարական զարգացման տեսանկյունից։ Իրավական պետության մասին այդ եզրույթը, ասեմ, այդ բառակապակցությունն ընդհանրապես արդեն ավելորդ է, որովհետեւ այն թե ինչպես է բացարձակ ոչ էլի պիտի ասեմ տրամաբանորեն, այն ինչ գրված է սևով սպիտակի վրա կարդացվում եւ մատուցվում է հակառակը եւ փորձում է դրա միջոցով մարդկանց նույնպես օգտագործել հոգուտ ինչ որ ներխմբակային փոքր շահերի, սա է այն իրավիճակը, որի դեմ մենք պարտավոր ենք պայքարել եւ անկախ որևէ ինչ ասեմ եզրակացություններից, մարդկանց մոտ ստեղծվող տպավորություններից, առավել եւս արդյունքներից առաջիկա խորհրդարանական ընտրությունների մենք երբևէ չենք դադարելու։
Անդրադառնանք նաև հետընտրական զարգացումներին, եթե ձեր կուսակցությունը հայտնվի ազգային ժողովում, պատրաստ եք համագործակցել Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի օրինակ առաջնորդած ուժերի հետ, եթե դրանից կախված լինի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը։ Գիտեք, իհարկե անշուշտ յուրաքանչյուր ընդդիմադիրի նպատակը, անկախ իրավիճակից երկրից անգամ վերանալով մեր ներկայիս իրականությունից, իհարկե պետք է լինի գործող իշխանության ուղղակի տապալումը, հատկապես երբ այդքան հակազդեցության մեջ է մտնում երկրի ուղիղ զարգացման հետ։ Գոյաբանական խնդիր է։ Եվ միանշանակ առաջանում են շատ ավելի խորքային խնդիրներ, որոնք գուցե շատ մարդկանց համար մակերեսին չեն երևում։ Այլ խնդիրը թե այդ դեպքում որ արժե համակարգը քեզ հետ միևնույն տարածքում որ նպատակներն ու սկզբունքները կիսող ուժերի հետ դու կարող ես համագործակցել, եթե այդ բոլոր ուժերը, որոնց դուք նշեցիք, ներկայում ունեն կամ մոտ ապագայում պատրաստվում են ունենալ այնպիսի սկզբունքներ արժանապատվի, որոնք չեն հակասում ոչ միայն մեր ուղղակի ծրագրերին, նպատակներին, այլ հենց արժանապատվին եւ սկզբունքներին, միանշանակ է, որ մենք բոլոր այդ ուժերի հետ իհարկե համագործակցելու ենք, բայց ինչպես ընդունված է ասել, մի քիչ արդեն տարօրինակ է դարձել, բայց ներկաների եւ նախկիների հետ համագործակցությունը մենք պետք է բացառենք այսօր։ Այսինքն ինչ իրավիճակում օրինակ չեք համագործակցի հենց նախկինների հետ։ Գետնի ընդհանրենք սկզբունքները կան, համընկնում են եւ որ ուժերի հետ այսպես նույնիսկ Փաշինյանի հեռացնելու ծրագրով չեք համագործակցի, որ ձեր համար սկզբունքորեն այդ ուժը Ես գիտեք, ենթադրում եմ, որ իհարկե դա բացի ավելի քաղաքացիական բնագիրը բնականաբար որ ամենաբնականը պետք է լինի, այո, եւ այս իմաստով իհարկե մենք պետք է դիտարկենք այն ուժերը, որոնք առաջին հերթին են նախկիններին ներկայացնում եւ ես հասկանում եմ, որ դա միայն մեկն է այսօր, որտեվ որպես այդպեսին տեսակով թափանցիկ մանկուր նախկին միայն մեկ ուժ է հանդես գալիս եւ առաջին հերթին իհարկե խոսքը այդ ուժի մասին է։ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ եկեղեցու դեմ արշավը կարծես մի փոքր այսպես պասիվացրել է, դրան զուգահեռ ԿՊ-ն իր նախընտրական ծրագրում ներառել է կաթողիկոսին մինչև 2031 թվականը հեռացնելու հարցը։ Նիկոլ Փաշինյանի այս քայլը ինչպես պետք է որակենք։ Նախ սա սահմանադրական խախտում չէ, արդյոք եկեղեցու գործերին միջամտել, կաթողիկոսին անվանել եկեղեցու փաստացի պետ եւ իր նախընտրական ծրագրում ներառել նման հարց։ Նախ պետք է հասկանանք, թե ինչ ուժով է ներկայիս իշխանության գլուխը ընտրում գործողությունների հերթականություն։ Առաջին հերթին իհարկե սեռի, ծագման եւ այլ այսպիսի տարբեր օբյեկտիվ տվյալներ կան, որոնք նրան թույլ չեն տալիս երկու գործով զուգահեռաբար զբաղվել, դա լրիվ նորմալ ենք մենք դիտարկում, մանավանդ երբ կա ուտելը, ինչու է պետք զբաղվել այլ գործողություններով։ Մյուս կողմից էլ դա նույնպես պետք է ասեմ պարզունակ տեխնոլոգիաներն են։ Գիտեք, մեզ վրա երբևէ դրանք չեն կիրառվել ամբողջական ծավալով եւ ուժով, բայց դրանք դեռևս 100 տարի առաջ են կիրառվել շատ հասարակություններում, շատ ավելի զարգացած հասարակություններում, ասենք։ Ոչ այդքան քաղաքակիրթ միգուցե, բայց շատ ավելի զարգացած եւ սա եւս մեկ ցույց անգամ ընդգծում է, թե որքան հետամնացենք մենք այսօր դեռ, որքան ենք ընկնում այնպիսի գայթակղությունների եւ այո հենց պարզունակ պրիմիտիվ գործիքակազմեր կիրառելու արդյունքում ստեղծված տեղեկատվական այսպիսի ինչ որ ժխորի մեջ, որ չեն կարող հասկանալ մի րոպե, կարծես թե ես ուղակի ունեմ միջնակարգ կրթություն եւ միջնակարգ կրթությանը հղում անելը լրիվ բավարար է, որպես այսպիսի իրավիճակում հասկանաս թե ինչ է կատարվում։ Այլ խնդիրը թե ինչու է դա արվում եւ ինչու կա այդ միտումը Եվ ինչու հենց այդ նույն միտումի ուժով մենք այսօր որևէ կերպ չենք կարողանում ձևավորել ազգային նպատակ։ Ուղղակի շեշտել, թե մենք մինչև 50 կամ 100 թվականը կունենանք այն կամ այն, որը ընդհանրապես կառույցներ են կամ, չգիտեմ, սննդի աղբյուրների հետ կապված բարենորոգումներ, որևէ կերպ մեզ չի կարող արդարացնել, իսկ եկեղեցու դեմ գործողությունը դեռևս դուրս չի եկել այդ որ գրամոլական շրջանակից, որ մենք խոսենք լուրջ բաներից, ինչ որ մեկը կարծում է, թե
եկեղեցին որպես ինստիտուտ չունի զարգացման տեղ, իհարկե ունի փոփոխություններ, չգիտեմ, որևէ բարեփոխում, այդ ամենը կարող է լինել եւ դա տեղի ունենում ցանկացած ինստիտուտի հետ, եթե անգամ մենք վերանանք կոնկրետ հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից, բայց այդ բառապաշարը, այդ հեգնական վերաբերմունքը եւ այլն եւ միտումնավոր խմբային հրահրումները ցույց են տալիս զուտ գործողությունները, որոնք ուղղված են ոչ թե անձանց, ոչ թե ինչ որ բարեփոխումների, բարենորոգումներին միտված, այլ հենց կոնկրետ անձապաշտական դրդումներից եւ նկարտումներից ելնող գործողություններ, սա է, եւ դա այնքան པարզ է, որ զարմանալի է, որ դա դեռ չի, գիտեք, դա էլ կարող էր արդարացվել, բայց ազնվորեն ասել, որ ես այսպես եմ ուզում, ավելի իրոք կլիներ արդարացված եւ ավելի ընկալելի, քան այն բոլոր շղարշները, որի տակ փորձում են այսօր այդպիսի գործողությունները տեղի ունենալ։ Նախորդին Աննա Հակոբյանը, չգիտեմ ասում Նիկոլ Փաշինյանի կինը, թե իրենց հարաբերությունները գիտենք մի քիչ խառնեմ վերջին շրջանում, հրատապ ասուլիս էր հրավիրել, որում հայտարարում էր, որ իր իրավունքները խախտվել են, խոսում էր օրենքների խախտման մասին, կարծես մոռանալով, որ սահմանադրությունն ու օրենքները առաջին գլխավոր շրջանցող անձը հենց իր ամուսինն է։ Նախ այս համատեքստում ինչպես է սրան վերաբերվում եւ ինչպես է գնահատում Աննա Հակոբյանի ենթադրյալ իրավունքները խախտվելու այս գործընթացը։ Ես չեմ կարողանում պատկերացնել մարդու իրավունքների այն շրջանակը, որտեղ մի անհատի նկատմամբ վերաբերմունքով է պայմանավորված նրա մարդու իրավունքների խախտումը, նրա որպես մարդու կամ նրա մարդու կամ չգիտեմ արդեն ինչպես, որովհետև այդ բառակապակցություններն արդեն ամբողջությամբ խառնաշփոթի մեջ են։ Մյուս կողմից այո, ցանկացած անձ իրավունք ունի դիմելու եւ իր իրավունքների պաշտպանությունը պահանջելու, ստանալու միջև վերջ, կապ չունի թե ինչպիսին է նրա նկատմամբ վերաբերմունքը, թե որքան զվարճալի այն իրավիճակը, որում այդ անձը փորձում է իրեն դնել, կամ հակառակը, որքան դա ողբերգական է։ Մենք այլ խնդիր պետք է այստեղ դիտարկենք, իսկ ով է ասել, որ դա հասարակության խնդիրն է ընդհանրապես։ Ինչով է նրանք փորձում շարունակաբար զբաղեցնել հասարակությանը, որը դեռևս չի հաղթահարել ներխմբային ցնցումը, որը մեզ 20 թվականին է բաժին հասել, ճակատագրով, իրենց ապաշնորությամբ էական չէ։ Եվ որտեղից են, մեզ մոտ որտեղից է այդ անբացատրելի ձգտումը հետաքրքրվել այդ ամենով եւ ինչի արդյունքում նրանք շարունակում են դրանով սնել հասարակություն, այդ տեղեկությունները, այդ կենցաղային մակարդակի անհասկանալի ով չունի այդ կենցաղը, ում է հետաքրքիր ձեր այդ կենցաղը, ոչ մեկին, եւ դրանով զբաղացնելով են, որ իրական խնդիրներից բնականաբար փորձում են շեղել անգամ մտածող մարդկանց, պատկերացրեք, չենք խոսում ոչ այնքան փայլուն մտավոր ունակություններով անհատների մասին եւ դա այդ դաշտը գնալով ավելի է խորացնում այսօրվա իրավիճակը արդյոք այդպիսի քննարկումները կարող էին սպասել ընտրությունների առաջ ընտրությունների ընթացքում հասկանում եք, դա ավելի շատ հոգնեցնում է, բայց դա էլ հենց միտքն է, մարդկանց հնարավորինս ամենաշատը հոգնեցնել, եւ առավել եւս երբ խոսքը գնում է ընդամենը ինչ-որ նյութերի մասին, ինչ-որ, ախր արժեք էլ չեմ կարող դա անվանել, հա, ինչ-որ լաթերի, ինչ-որ կտոր քարերի, մի խոսքով ինձ թվում է, երևի ես չշարունակեմ։ Այս ընդհանուր ամուսնալուծության այս գործընթացը նախ բաժանվում ենք, հեռանում եմ, հետո միասին հայտնվում են Գյումրիում, սա էլ մարդկանց շեղելու ինչ-որ միջոց է, ինչ նպատակ էլի վերջո հետապնդում։ Գիտեք, ես ընդհանրապես համարում եմ ինձ շատ հեռու միջանձնային հարաբերությունների փորձագիտության ոլորտից, որովհետև ես իրոք շատ դժվար եմ պատկերացնում ինչպես է հնարավոր երկար տարիներ միևնույն անձին որպես կողակից հանդուրժել ընդհանուր առմամբ, բայց ես լավագույն
խորհրդատուն եւ գնահատողը չեմ այս ոլորտում, բայց ես գիտեմ թե ինչ կարող է լինել հանրային անձի համար պարկեշտության այն շրջանակը, որը պետք է լինի օրինակելի հասարակության համար, որքան էլ տարօրինակ է կամ կարող է արհեստական կամ շինծու թվալ, այնուամենայնիվ այո, հանրային գործիչները պետք է ունենան իրենց բարեվրքության շրջանակները, հատկապես ընտանեկան կամ անձնական կյանքում, եւ դա պետք է լինի օրինակ, եւ դա պետք է լինի բարձրագույնս, ոչ թե ամենաշարքային այդ անկանոն շարժումների եւ այլնի տեսքով, որոնք ի ցույց են դրվում։ Եվ երկրորդ հերթին հանրային գործիչը պետք է պատրաստ լինի այնուամենայնիվ եւ կապակցված անձինք նույնպես ընտանիքի անդամները, որ նրանց շուրջ միանշանակ տեղեկատվական ինչ որ խառը պատմություններ են միշտ լինելու, միշտ քննադատություն լինելու, առողջ, անառողջ, ցենզուրայի շրջանակներում կամ ոչ, միշտ դա պետք է լինի սովորական ժողովրդավարական երկրում, բայց մեզ մոտ ցույց են տալիս, որ շարքային քաղաքացիների նկատմամբ ամեն ինչ կարելի է անել իրենց կողմից, իսկ իրենց նկատմամբ շարքային քաղաքացիները ոչինչ անել չեն կարող։ Եվ պետք է շտապեմ իրենց հիասթափեցնել, դա այդպես չէ, եւ յուրաքանչյուր նրանց արած այդպիսի գործողության համար միևնույն է նրանք մի գեղեցիկ ու պատասխան են տալու։ Այսօր ԿՊԱ-կան դաշտը իշխանության համակիները տարածում են նոր անձնագրի նմուշը, որտեղ փոխված է գույնը, որտեղ խոր վիրապն է առանց Արարատ լեռան, որտեղ Հայաստանն է առանց Արցախի, այն կրծքանշանը, որ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն փակցնելով ման է գալիս, արդյոք սա եւս Ադրբեջանի հերթական պահանջներից է ձեր կարծիքով։ Ինչու էս փուլում որոշել են առանց Արարատ անձնագիր։ Ձեզ թվում է ինչ-որ պահանջներ կա, կարիք չկա պահանջների, մենք պատրաստական ենք առանց այդ էլ ամեն ինչ անել եւ դեռ ավելին։ Գուցե իրենք են առաջարկել նույնիսկ ավելին, մենք հիմա կփորձենք այդ ամենը անհատույց, անվճար, կարճաժամկետում եւ սա ցույց է տալիս, գիտեք, ոչ թե ծառայություն մատուցողի դիրք, այլ ես չեմ հավատում, որ նրանք պատրաստ են դրան եւ դա իրենց անձի նսեմացման միջով է տեղի ունենում ամենևին։ Դա այո, հենց այն պատրաստակամությունն է եւ հավատամքն է իրենց, որ այսպես պետք է լինի եւ սա ճիշտ է։ Ես մի րոպե չեմ կասկածում, որ իրենց համար սա միանշանակ այն ճիշտն է, որին նրանք հետևում են։ Չասեմ ճշմարտությունը վախենալու խոսքեր չօգտագործենք։ Բայց այն, ինչ ես տեսա անձնագրերի որպես էջերի նկարներ, ես գիտեք ասել հակագեղագիտական նշանակի չասել ոչինչ, ասել ինչ-որ մանկապատանեկան ներկիր ինքդ գրքույկ, ես ուղղակի չեմ պատկերացնում, գիտեք ես գոնե 10-ից ավել անձնագրերի տարբեր երկրների տեսակներ եմ տեսել, ընդ որում դրանց զարգացումը, հետաքրքիր պատմությունները այնքան շատ է քաղաքակրթության, ընդհանրապես այդպիսի օրինակները շատ են, բազմապիսի են, գիտեք, պարտադիր չի դրանք լինեն եվրոպական լրիվ արևմուտքի հետ կապված ամերիկյան, շատ հետաքրքիր պատմություններ կան նաև աֆրիկյան երկրներում, ասիական ախր դժվար է նստել նայել, թե դուք հիմա ինձ համոզեք, որ դա միտումնավոր չի արվում, ով է ասել, որ այդ չգիտեմ ինչը նորմալ է ունենալ անձնագրում կամ դա է, որ անհրաժեշտ է մեզ այսօր։ Տեսնում եք, զբաղվում են ամեն ինչով, բացի աշխատելուց։ Իսկ նրանք պետք է միայն աշխատեն եւ չզբաղվեն։ Բայց ասում են խաղաղություն են բերել իրենց իշխանության օրոք, հպարտորեն արդեն խաղաղության դարաշրջան է, հայտարարում են։ Եվս մի հետևանք դպրոցում չասեմ չսովորելու, շատ վատ սովորելու, երբ մարդիկ չգիտեն ինչ է խաղաղությունը եւ որ խաղաղությունն այն չէ, երբ որ չեն կրակում եւ սավանին ոչ ոք չի մեռնում։ Բայց բանակում պես տարիներ շարունակ եղել են շատ խաղաղ պետություններ, որոնք միևնույն է այդ ամբողջ ընթացքում գտնվել են պատերազմի մեջ։ Գիտեք, մենք ախր առաջինը չենք, վերջինը չենք, այդ մենք գյուտարար գործի տեսք ենք ընդունում եւ ինչ որ բաներ ենք մեզանից հորինում, որ ինչ անենք։ Այդ արհեստական կատեգորիաները չեն կարող երկար կյանք ունենալ։ Հասկանաք, դրանք փլվելու են, ինչպես որ նրանց արած յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր սկսած իբրև նախագիծ, որ այդպես էլ ավարտին չի հասցվում, այն գործողությունները, որոնք կիսատ ճանապարհին մեկ էլ շատ արագ
փլուզվում է։ Այդ ամեն ինչը միանշանակ շատ խիստ ակներև է։ Եվ այս ամենը եւս ունենալ այդ արդյունքը, գիտեք ինչն է մենակ ափսոսելի, որ պատկերացնում եք ինչքան բան է պետք լինելու ուղղել նրանցից հետ։ Եվ գնալով ավելի շատանում այդ ամենը։ Դա միանգամից մի րոպե էլ պետք է արվի, այն էլ պետք է։ Գիտեք, եւ միայն ոչ միայն իշխանությանը, այն կարող ուժերին, որոնք մի օր միևնույն է մեծ վերադարձնելու են արժանապատիվ կյանքի եւ ուղու։ Եվ դա ոչ թե ինչ որ իրենց կողմից ներկայացված, չգիտեմ, ինչամետներն են կամ ինչ որ մեկի դրոշով գնացող վայր հայրեն ասել, իհարկե ոչ։ Դրանք ողջամիտ, սթափ, սեփական անձը հարգող եւ իրենց հայրենիքը ուղղակիորեն արժանապատիվ ապագա ցանկացող մարդիկ են, վերջ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ նոր սահմանադրությունում անկախության հռչակագրին հղում չի արվել եւ գաղտնիք չէ, որ դա Ադրբեջանի պահանջներից մեկն է, որ փոխենք սահմանադրությունը, ավելին ասում է, որ դա ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է։ Որքանով է նորմալ, որ երկրի ղեկավարը նման կերպ է արտահայտվում սեփական երկրի, այսպես ծննդյան վկայականի մասին։ Ազնիվ կլիներ, չէ՞, գոնե որ ասել, գիտեք, էլի այդպիսի երկրներ կան։ Կլիներ, չէ, ազնիվ որ ասել, մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինն ենք։ Բայց եկեք մի բան անենք, որովհետև ես ելք չունեմ։ Եկեք մի բան անենք, թե չէ կգան ինձ կկտրտեն։ Ինչ որ մի բան, հա? Ավելի ազնիվ կլիներ, չէ՞, բայց սեփական անկարողությունը կամ սեփական անհասկանալի ծրագրերը, փոքրիկ երևակայության շրջանակներում ունենալը որևէ կերպ չի կարող արդարացնել մի իրավիճակ կամ, այսպես ասենք, իրավունքի ոլորտին հղում, որից նա ընդհանրապես ոչինչ չգիտի, որովհետև դա նվազագույն իր ոլորտը չէ, իհարկե հարցը առաջանում ո՞րն է նրա ոլորտը, այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ դա չի հաստատ, գոնե մենք դա գիտենք, եւ դա ոչ միայն որևէ կերպ ոչինչին չի հակասում, չկա գոնե մեկ փորձագետ, մասնագետ, ոլորտի մտածող, ոչ երկրի ներսում, ոչ էլ երկրից դուրս, ով կարող է նման անհեթեթություն պնդել, թե իբրև քո որևէ գործողություն, որևէ կերպ, որևէ փաստաթղթում արձանագրվելու արդյունքում որևէ իրավական հետևանք պետք է ունենա պատերազմ, խաղաղություն միջակայքում։ Գիտեք, ամեն ինչ պետք է ունենա իր չափը, սահմանը եւ մատուցման ձևը։ Եվ խնդիրը այստեղ նրանում էլ չէ, որ իսկապես գուցե ավելի ճիշտ կլիներ ասել, եկեք մի բան անենք, փոխենք, էլի վերջինն է, էս էլ վերջինն էր ու եկեք ու վերջ, ու ամեն ինչ լավ կլինի, բայց այդպես չի մատուցում է իբրև հանճարեղ մտքի ինչ որ մի արգասիկ սեփական մտորումների արդյունք, որը մատուցվում է որպես ոչ մեկը չէր հասկացել, որ դա պետք է արվի, բայց մենք գյուտարարներս կարողացանք եւ մենք կմտնենք դրանով պատմության մեջ, երևի ամենազարհուրելն է, որ իրոք կմտնեն ուղղակի բոլորովին այլ իմաստով։ Մեր իշխանության ներկայացուցիչները Թուրքիայից ավելի արագ ու օպերատիվ արձագանքեցին ապրիլի 23-ի ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշի այրմանը, դատապարտեցին դա, ամոթալի քայլ որակեցին, ինչու իշխանությունը այդպես ցավագին ընդունեց Թուրքիայի դրոշի այրումը եւ ինչու նույն կերպ նա չի դատապարտում Ադրբեջանին Արցախում եկեղեցիների վերացման մասով։ Շատ կարևոր եւ միմյանց նկատմամբ հենց ճիշտ ձևով շեշտադրեցիք անհամարժեքությունը, չէ՞։ Ինչ որ մի խումբ մարդիկ կապ չունի, ինչպես ենք մենք նրանց վերաբերում, նրանք մեզ վերաբերում, ինչ ազգի են նրանք, անում են գործողություն, որը որ ամեն երկրում անգամ սպորտային միջոցառումների ժամանակ է տեղի ունենում եւ դրա համար ոչ մեկ քննադատության չի արժանում, դրան ուշադրություն չեն դարձնում, այնքան սովորական է։ Եվ շատ ավելի այլ տեսակի գործողություններ են, որոնք կարող են եւ հիմնականում բնութագրվում են ինչ որ կերպ քրեական օրենսգրքի շրջանակներում, օրինակ մարդիկ տարբեր ավերածությունների են հասցնում քաղաքի տարբեր մասեր եւ հետո հայտնվում են ոստիկանական որևէ ինչ որ կենտրոններում եւ այլն։ Եվ դրանցից ոչ մեկը դրոշների այրելու հետ կապակցություն չի ունենում։ Տեսեք, այո, սա եւս
մեկ փորձ է, փոքր չնչին իրականում ուշադրության ոչ այդքան արժանի գործողության հետևից գնալու ցույց տալու համար, թե իրենք որքան առաջ են եւ որքան կարեւոր են, թե եւ ինչքան կարող են ծառայել ոչ իրենց այդ նույն անգամ խմբի ժողովրդի շահերին։ Գիտեք, նրանք միայն ընտրողների իրենց ընտրողների իշխանությունը չեն, նրանք նաև չընտրողների եւ իրենց չընտրողների իշխանությունն են։ Սա նորմալ չէ որևէ կերպ։ Եվ ինչ վերաբերում է թե ինչու այո, մշակութային ցեղասպանության թե առանձին դրվագներին, թե ընդհանուր առմամբ որևէ արձագանք չկա մինչ օրս եւ չկան միջազգային ատյաններում բարձրացված այդ հարցերը, ընդ որում երբ դրանով զբաղվում են այլ կազմակերպություններ եւ այլ պետությունների ներկայացուցիչներ, բայց ոչ Հայաստանինը, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան է այս ամբողջ գործընթացը պայմանավորված, միտումնավոր եւ դեռ երկար ժամանակ մեզ համար հետևանքների բուն։ Արեն Սիմոնյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանինը Հայաստանը։ Նախ ինչ վտանգներ կարող է պարունակել Հայաստանի երկրորդ դեմքի, ուզենք թե չուզենք, երկրորդ դեմքի նմանատիպ այս հայտարարություն եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Ես եւս մեկ անգամ ինչպես ասեմ, համոզվում եմ, որ մեր բարեբեր երկրում ծնվել են հանճարեղ մտքի կրողներ, ընդ որում հենց 20-րդ դարավերջին եւ 21-րդ դարասկզբի համար։ Եվ հատուկ մեզ համար է այս ճակատագիրը եղել պատրաստված։ Գիտեք, տրամաբանություն, ինչպես են համեմատում, ինչպես ասում են ձվածեղը արևածագի հետ, ես ուղղակի չեմ կարող պատկերացնել, միայն Ծ տառը բավարար չէ այդ գործողությունն անելու համար։ Եվ մենք բոլորս ասում ենք, հա, տեսեք, կեսը ծիծաղում ենք, ասում են, տեսնես ինչի ասում, որովհետև իրականում դրա տակ ինչ որ մի բան կա, անիմաստ չեն ասում։ Այսինքն իրականում պատահականության սկզբունքով ընտրված այդ բառերը այո մեկ օր ձեռք են բերում ինչ որ իմաստ, որը որ անդառնալի հետքեր է թողնում մեր հենց առօրյայի վրա, ոչ թե ապագայի, որովհետև ապագայի համար դրանք պետք է նշանակություն չունենան։ Իրականում այո, շատ տարածաշրջաններում երկրները կարող են միմյանց երաշխավորներ լինել անվտանգության տեսանկյունից, բայց իրավիճակում, երբ դու չունես որևէ տեսակի հարաբերություն հաստատված այնպիսի երկրների հետ, որոնք քեզ ուղղակի հարևան են, չեմ ասում ոչ այն մարդկանց, ում հետ իբրև դու խաղաղություն ես շինում, ուղղակի որևէ կերպ տրամաբանություն չունի, գնացեք ինչ ուզում եք իրար հետ շինեք, բայց որևէ ձև դա չի կարող տարածվել մեզ վրա, որովհետև դու չունես այն նախապայմանները, որոնք հասարակություններին հենց այդ երկրներում պատրաստած կլինեն խաղաղության։ Ամենապատրաստն այդ դիպոստով իհարկե անգամ մենք ենք, որովհետև թե ժողովրդավարական տեսանկյունից, թե մեր տարած պայքարի, հո իրենք չեն բերել մեզ այսօրվան։ Այո, մեր տարած պայքարն է մեզ բերել այսօրվան, լավ իմաստով, վատ իմաստով, ճիշտ, սխալ, մեզ ձեռնտու ոչ այնքան։ Եվ այսօր մենք պատրաստ չենք, ինչպես կարող են այն պետությունների մարդիկ, շարքային քաղաքացիներ պատրաստ լինեն, ովքեր որ չունեն իրենց տարական իրավունքների պաշտպանության, որին մենք այսօր ձգտում ենք։ Տիկին Արամյան, եւ վերջում խոսենք նաեւ Երևանից, հա, փոքր անդրադառնանք Երևանում, վերջին շրջանում մասնավորապես Ավինյանի այն հայտարարությունից հետո, որ վարորդները պետք է ուղևարցի հավաքագրմանը մասնակից լինեն, մի տեսակ վարորդ ուղևոր հարաբերություններ լարվեցին, վարորդների հանդեպ բռնություններ, վարորդները ուղևորներին թույլ չտալ ավտոբուս բարձրանալ, նույնիսկ նախորդին վարորդի պատճառով ինչ որ դպրոցական երեխա էր լաց եղել, ով չէր կարողացել վճարել տրանսպորտում։ Նախ ինչպես պիտի այս խնդրին ի վերջո լուծում տրվի եւ դեպի ուր են տանում այս քաղաքային իշխանությունները մեզ։ Գիտեք, մեկ-մեկ ինձ թվում է, որ մենք անիմաստ ենք խոսում ու շատ։ Գիտեք ինչու, որովհետև տեսեք, եթե մենք ոչ մի կերպ չմեկնաբանայինք այդ իրավիճակներն, ավելի լավ կլիներ, որովհետև մարդիկ միևնույն է այդպիսի ստեղծած տեսել եք, չէ՞ ինչ է։ Դա ընդհանրապես նորմալ է։ Գիտեք, ծանր տարիներին դուք տակավին երիտասարդ եք, չէիք իհարկե կարողանա հիշել, բայց ես հիշում եմ, որ չկար նման իրավիճակ եւ երբ մարդիկ այո այսպիսի դառը փորձության միջով անցնելով նման կերպ միմյանց նկատմամբ վերաբերմունք ցույց տային, բայց լուսավոր դարում
Եվ երբ մենք ունենք շատ աղքատներ, բայց չունենք այսպիսի չքավորություն, որն այն ժամանակ ծնվեց, եւ մարդիկ այնպիսի վայրենությամբ են միմյանց վերաբերում, որպես ինչպես թշնամիներին չեն էլ վերաբերում այսօր։ Դա նորմալ է։ Եվ ինչպես է հնարավոր ոչ օրինական, ոչ իրավաչափ, ոչ ողջամիտ տրամաբանական ինչ որ հայտարարություններով մարդկանց հրահրել միմյանց դեմ եւ դրթել նման կառավարելի իրավիճակների ստեղծմանը, երբ ոչ մեկական էլ ոստիկան պետք է լինի հիմա տրանսպորտում։ Ես ուզում եմ հասկանալ, լավ, բա միչև ուր։ Հասկանում եք, չի կարելի։ Եվ մենք պետք է անպատճառ իրավական հետևանք առաջացնենք այն մարդկանց համար, ովքեր այսպիսի հրահանգավորումների միջոցով այսպիսի իրավիճակ են ստեղծում։ Եվ այո, ներկայիս քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող գրաված կարելի ասել անձը 9% իր ընտրազանգվածով անպատճառ պետք է պատասխան տա, որովհետև չկարողանալ իրավիճակը կառավարել եւ մարդկանց դրանով հրահրել միմյանց դեմ, պետք է ընդհուպ միջև քրեական պատասխանատվություն ենթադրի։ Չվճարող մարդիկ։ Նույն Ավինյանը Ես ենթադրում եմ, որ ամենամեծ բեռը իրենց թեթև քաշային կատեգորիայով հենց իրենք են, որ մեր թե քաղաքային տնտեսության վրա են, թե ուղղակի բնակիչների ուսերին, եւ այդ բեռը մենք պետք է շուտով նույնպես թոթափենք։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ եւ հուսով եմ, որ մենք էլի կհանդիպենք ավելի բարեբեր պայմաններում։ Շնորհակալ եմ։ Իմ հյուրն էր Երևանի ավականու ազգային առանց խմբակցության անդամ Նարե Արամյանը։ Կհանդիպենք։